Պարոն Պապոյան, արդեն 28 քահանաներ միացել են վարչապետին եւ 10 եպիսկոպոսներին, ինչի մասին է սա վկայում։ Սա վկայում է, որ այն լուր դժգոհությունը, որ տասնամյակներ շարունակ եղել է Կտրիչ Ներսիսյանի անօրինական եւ միահեծան ու խիստ անձնական որոշումների նկատմամբ այդ 10 եպիսկոպոսները եւ 28 քահանաները իրենց մեջ գտել են այդ համարձակությունը եւ դրա մասին խոսել են եւ կարեւոր է որպեսզի նաեւ այլ քահանաներ, այլ եպիսկոպոսներ եւս միանան այս օրակարգին, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է։ Արդեն իսկ կարծում եմ կասկած չկա, որ այս մարդիկ օտարերկրյա այդ մարդիկ Կտրիչ Ներսիսյանի իր հետ փոխկապակցված անձինք շատ նվազագույնը Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը չեն սպասարկում, հետեւաբար այս հարցի լուծումը դա արդեն մենակ եկեղեցական չի, քաղաքական ազգային անվտանգության հարց է։ Նա չի շտապում հեռանալ եւ երեկ էլ պաշտոնից ազատեց Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ինչու է սա անում։ Կտրիչը չի կարող որևէ մեկին պաշտոնից ազատել, որովհետեւ նա այդպիսի լիազորություն չունի։ Գևորգ Սրբազանը Մասյացյոտնի թեմի ղեկավարն է եւ շարունակելու է մնալ, այսօր էլ իր հանդիսապետությամբ լինելու է այստեղ պատարակ։ Կտրիչ Ներսիսյանը չունի իշխանություն եւ նրա որոշումները որևէ հետևանք չունեն ոչ մեկի համար, այդ թվում Գևորգ Սրբազանի համար։ Գևորգ Սրբազանը այսօր թեմի առաջնորդն է, վաղն էլ լինելու թեմի առաջնորդն է, մյուս օրն էլ, ինչ ուզում եք որոշում ընդունի։ Երեք մեկն էլ բան էր որոշել էր, որ Արցախի հերոսի կոչումից զրկեր գեներալ, այսինքն գիտեք, տենց բաներ կան էլի։ Ցանկոտային որոշումներ են, հա, կայացվում այս ամեն ինչի։ Մենք մի հատ որոշում կարող ենք հիմա ընդունել, ասենք լուսնի վրա ինչ որ բան անելու վերաբերյալ։ Այդ դա այնքան իրավական ուժ ունի, կամ այնքան աբսուրդ է, իմ կողմից այդ որոշումը հիմա լուսնի վրա ենթադրենք օրինակ շենքի թույլտվություն տալու կամ բիզնես գործունեություն ստեղծելու մասին, ինչքան Կտրիչ Ներսիսյանի կամ իմ նշած աբսուրդ թատրոնային դեպքերը։ Վարչապետը ասել էր, որ այսուհետ չի հայտնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարակին, սակայն երեք երեկոյան ասաց, որ մասնակցելու է Մասիսի Սուրբ Թադեոսի եկեղեցում, այսինքն սա կարելի է ասել նաև աջակցության ինչ-որ քայլեր Գևորգ Սրբազանին։ Գևորգ Սրբազանը աջակցության կարիք չունի։ Աջակցում են մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք։ Գևորգ Սրբազանը աջակցության կարիք չունի։ Գևորգ Սրբազանը թեմի առաջնորդն է եւ պարզապես վարչապետը ցանկացել է գալ եւ մասնակցել պատարակի, որը տեղի ունենալ Գևորգ Սրբազանի հանդիսապետությամբ։ Նա տեղապահ է արդեն այս թեմում նշանակել, ինչ պիտի լինի հայ իրավիճակում։ Տեղապահ է։ Մենք այստեղ կտեսնենք Գևորգ Սրբազանին, մենք այստեղ կտեսնենք այն քահանաներին, ովքեր որ կզեղչեն այն մարդու անունով, արժանի չի ոչ մի չի եկեղեցում պատարակի ժամանակ։ Ուր է տեղապահը, տեսնենք որտեղ է լինելու, վաղը մյուս օրը։ Միշտ Գևորգ Սրբազանը այստեղ է լինելու, բայց այդ տեղապահը ուր է լինելու, ես չգիտեմ։ Էջմիածնի հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ իբրև թե Գևորգ Սրբազանը չարաշահել է իր առաջնորդի դերը, ճնշումներ է գործադրել, այսքան այսքան մարդու նկատմամբ ճնշում է գործադրվել մարզի համայնքի բնակիչներին։ Մտեք հարցրեք, էլի ում է ճնշում գործադրել։ Մենակ ին վրա ճնշում չի գործադրել, մենք որևէ մեկին գտնենք, ում վրա ճնշում է գործադրել։ Գիտեք, ամեն մի հիմարության ոչ ենք բան պատասխանելու։ Հիմքում դա էր դրված։ Դե ասում եմ եկեք ապօրինի որոշումների հիմքում ինչ պետք է դնել, ես չեմ հասկանում։ Դու մեկնաբանության կարիք չկա, էլի այդ մարդ կաթողիկոս չի, հետեւաբար իր որոշումները գրոշի արժեք ունեն։ Գրոշից ներքև, գրոշը ինչ որ մի բան, ինչ որ մի գրոշ, երբ որ գրոշը եղել է փող, գրոշով ինչ որ մի բան հնարավոր է եղել գնել, այսինքն դա ինչ որ արժեք ունեցել է։ Այդ մարդու որոշումները, եկեղեցական որոշումները գրոշի արժեք ունեն։ Ավելի քիչ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։